Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 23-ի համար։ Օրը հինգշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 23-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում, ինչ-որ մի բանից եք հիասթափված, ինչ-որ դեպրեսիվ վիճակ է, որից էլ որ ելք եք փնտրելու, ինչ-որ կողմի ոլորտ է, ելք եք փնտրում, որ այդ ոլորտում ամեն ինչ կարգավորեք։ Նաև այդ օրը լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, ինչ-որ մեկ հետ կարող եք վիճել օրվա ընթացքում։ Նաև տան հետ կապված իրադարձություններ են, որից որ հուզվում եք կամ կարող է տուն մարդ է գալիս, իրեն եք տեսնում, հուզվում եք, հյուր է գալիս, դուք եք գնում ինչ-որ մեկի տուն հյուր և իրան տեսնում, հյուր հուզվում, կամ այնտեղ կարող անակնկալեր ձեզ սպասվում։ Գուցե նաև ինչ-որ խնդիրներ են տան հետ կապված, և դա է հուզմունքի պատճառը, և կարող եք մի փոքր էլ նաև ձեզ վատ զգալ, կամ առիթ է, բարձր երաժշտություն է, ձեզ վատ եք զգում, հետո արդեն գլխացավ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 23-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում, ինչ-որ մի բան է ձեզ հիասթափեցնում, կամ ինչ-որ մեկից կարող հիասթափվել, ինչ-որ դեպրեսիվ վիճակ է ձեզ մոտ։ Նաև հանդիպում կամ շփում որևիցե տղայի հետ, կարող է նաև նոր ծանոթություն է ձեզ համար, նաև տան հետ կապված իրադարձություն են, որոնցից կարող եք հուզվել կամ առիթ է այդ ժամանակ հուզվել, նաև ինչ-որ մեկին կարող եք տեսնել կամ ձեր տանը կամ ինչ-որ միտեղ կարող գնալ եւ իրեն տեսնել, ինչ-որ մեկին տեսնել այնտեղ եւ դրանից նաև հուզվել։ Ոմանք այդ օրը ամուսնության առաջարկ կստանան, դուք կանեք ամուսնության առաջարկ, նաև ընտանիքի հետ կապված այստեղ երկեսանի մարդիկ են մտնում ձեր տուն, հենց դուրս գալիս, գուցե ինչ-որ ձևով ինչ-որ բան են ուզում խառնեն, ձեր ընտանիքում։ Դա համար բավականին ուշադիր եղեք այդ հարցում։ Եվ սեղանի շուրջ եք նստել, միգուցե ինչ-որ մի բան է, նշում եք եւ երկեսանի մարդիկ էլ կան, այնտեղ կողմ այնպես են անում, որ դուք տխրեք, որ դուք հուզվեք, ինչ-որ բաներ են այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 23-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ինչ-որ հարցում տխուր եք, ինձ թվում է ինչ-որ գլոբալ է սա, ինչ-որ տխրությունը կամ այդ օրվա հետ է կախված, կարող եք նաև վիճել դեր երկրորդ կեսի հետ, հետո մի փոքր ձեզ վատը զգաք, տրամադրությունը ընկնի, նաև կարող գլխացավեր են, պարկեք, հանգստանաք, նաև այդ օրը ինչ-որ մի բան է բացահայտվելու, միգուցե այդպես փուչկի նման պայթում է, ինչ-որ մի նորություն է, ինչ-որ մի բան է ձեզ համար, նաև օրվա ընթացքում կարող ցանկանալ պարկել, հանգստանալ, ոմանք այստեղ նաև գնում են ինչ-որ մի տեղ, սա ինտիմ հարաբերություններ է, ոմանք նաև տանը առիթ ունեն, երբ պարկում եք հանգստանում, մինչև առիթը սկսի, մինչև մարդիկ գան, ոնց որ հանգստանաք, հետո գան, նաև դուք եք գնալու ինչ-որ մեկի տուն, կամ տան հետ կապված ինչ-որ բաներ են, տունն եք մնալու, պարկելու եք, ոչ միտեղ չեք ուզենա գնաք, երեկոյան նույնպես էլ կարող եք ինչ-որ մարդկանց հետ վիճել, ինչ-որ խառը օր է ձեզ համար, լավ կլինի իրոք, որ տանը մնաք և ոչ ոքի հետ ոչ շփվեք, ոչ էլ խոսեք, ոչ էլ ինչ-որ, որ չվիճեք, հանգիստ անցկացնեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 23-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ինչ-որ մի բան փակ է ձեզ մոտ, չի բացվում, բայց կարող է կտրուկ, անսպասելի մեկ էլ լինի, թե ինչ-որ մաստանգետի դիմակ, ապա այն կլինի։ Օրվա ընթացքում ոմանք կարող են շատ աշխատանք ունենալ, բավականին շատ աշխատեք, նաև աշխատանքի ընդունվեք, հանդիպեք ձեր տնօրենին, հարցազրույցի գնաք, հանդիպեք նաև պետական աշխատողի հետ, այն դեպս սեղանի շուրջ եք նստելու, միգուցե իր հետ։ Եվ վիճելու եք, ինչ-որ մեկի հետ երեկոյան կվիճեք, ինչ-որ զարգացման հետ կապված, առաջ խաղացման հետ կապված, ուղղակի ուշադիր եղեք, որպեսզի դա չկանգնեցնի, ձեր զարգացումը, այն եւ աշխատանքում եւ բիզնեսում։ Միգուցե այդպես վիճելով մտածում եք, որ ինչ-որ մի բան առաջ կտանեք, միգուցե նաեւ ձեր տեղն եք ամրացնում, բայց կախված է աշխատանքի վայրից կամ այն տեղից, որտեղ որ դուք վիճում եք։ Այն առաջ կգնա, թե հետո կարող է ավելի վատ լինել։ Դա համար ուշադիր եղեք այդ պահերով։ Որտեղ այստեղ ինչ-որ աշխատանքի հետ է կապված կամ պետական հիմնարկության աշխատողի հետ, վիճում եք, որ գործերն առաջ մղի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին հոկտեմբերի 23-ին։ Հարգելի հարուստներ, այդ օրը ժամ եք պայմանավորված որոցը տղայի հետ, շատիր եղեք, որպեսզի չուշանաք, կողը սիրային է, կողը նաև ինչ-որ գործնական է։ Այդ օրը ձեր գործերը առաջ կմղեք, ամեն ինչ ձեր դիմաց բաց է, կարող եք հանգիստ գնալ առաջ եւ սպասում եք ինչ-որ մեկին, միգուցե հիվանդանոցում եք, այնտեղ եք սպասում, միգուցե հիվանդ պարկած եք, միգուցե նաև ձեզ վատ եք զգում, կամ որ հոգնեցիք արդեն սպասելու ինչ-որ մեկին եւ պարկում եք քնելու, նաև դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք բույսերին։ Ինչ է սպասվում բույսերին հոկտեմբերի 23-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, էմոցիոնալ կլինեք, նաև բավականին շատ։ Օրվա ընթացքում ինչ-որ կասկածներ ունեք կամ կտատանվեք, ծանրութեթև կանեք, հնարավոր է գումարի հետ է կապված այդ հարցը, գումարը կգա, գումարը կստանաք, գումարը օգտագործեք թե ոչ, ինչ-որ պահեր են գումարի հետ կապված, արժե սա գնել թե ոչ, նման պահեր են։ Եվ երեկոյան ձեր գործերը առաջ կմղեք, հնարավոր է նաև ձեր հարաբերություններն եք առաջ մղում ոչ տղայի հետ։ Նաև ուղղակի, ոմանք աղան գործերը առաջ մղել, երեկոյան օրինակ ձեր տղան գատուն, գուցե օտար երկրում էր կամ հանդիպում որևէ տղայի հետ, եւ սիրային առումով եւ գործնական։ Գուցե իրար հետ եք գործերը առաջ մղում նաև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հոկտեմբերի 23-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը հուզված եք, նաև ոմանց մոտ ինտիմ հարաբերությունները դրամար է կարող հուզվել, մենք գուցե նաև լավ չեք զգում, պարկել եք, հուզված եք, ուզում եք պարկել, լարվածություն կա։ Նաև սեղանի շուրջ եք նստելու այդ օրը, երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, հեռախոսազանգ ունեք, նաև հաջողություն ունեք եւ ինչ-որ ելք եք փնտրելու, ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 23-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը ինչ-որ մի բան է ուշանում, 1 ամիս մոտավորապես կուշանա եւ տատանվում եք ինչ անել, ինչպես անել, որ այդ ուղեք կամ ինչ-որ հարցին լուծում տաք։ Օրվա ընթացքում ժամ եք պայմանավորվել կամ ժամերով ինչ-որ միտեղ կմնաք։ Նաեւ առաջ խաղացում կա, եթե հիվանդ եք կամ եթե հիվանդ ունեք, ապա իր մոտ է դա կնկատեք։ Առաջ խաղացում, ավելի տվյալ անձնավորությունը իրեն ավելի լավ կզգա։ Օրվա ընթացքում նաև կստանաք երկար սպասված ոյցը նամակ, փաթեթ, ինչ-որ պատասխան, ինչ-որ մի բանի եւ այստեղ այդքան էլ լավը չէ այդ պատասխանը։ Նեղվում եք, շատ տխրում եք եւ հետո կարող եք դիմել ոյցա մասնագետի, հանդիպել ոյցա մասնագետի հետ կամ դիմել, խոսել այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 23-ին։ Հարգելի աղեղնավորներ։ Այդ օրը կարիերայի հետ կապված ինչ-որ առաջ խաղացում կա կամ ժամերի հետ է ինչ-որ փոփոխություն կամ շատ եք աշխատելու կամ քիչ եք աշխատելու, ինչ-որ փոփոխություն կա ձեր կարիերայում այդ ժամի հետ կապված։ Միգուցե մեկ այլ պաշտոն են տալիս, մեկ այլ ինչ-որ կարևոր դիրք ունեք, որտեղ որ պետք է 1 ժամ, 2 ժամ ավելի աշխատեք։ Նաև առաջ խաղացում ունեք, այդ օրը ձեր գործերը կկաղանաք հեշտությամբ առաջ մղել, նաև հեռախոսազանգ ունեք, շատ լավ լուր, բարի լուր, լուսավոր մի բան, որից նաև կուրախանաք, տրամադրությունը կբարձրանա, նաև հիվանդանոցի հետ է կապված, նաև հիվանդանոցի պատասխանի հետ է կապված, եւ ինչ-որ մի բան ուշանում է այստեղ, երկեսայինների պատճառով է դա, կարող տատանվել, իրենք են արդյոք թե ոչ, բայց իրենց պատճառով է մոտավորապես 3 ամիս կարող է ուշանալ, հնարավոր է ձեր սիրելին է, հնարավոր է հարսանիքն է, ինչ-որ մի բան է այստեղ, հնարավոր է նաև ընտանեկան որևիցե հարցեր են, որոնք որ մի փոքր կուշանան։ Իսկ ոմանց էլ կարող են ամուսնության առաջարկ անել, սիրո խոստովանություն անել, պատրաստվեք հարսանիքի, գնալու եք հարսանիքի, կամ կարող եք իմանալ, որ իրոք հարսանիքը մի փոքր հետաձգվել է մի քանի ամիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հոկտեմբերի 23-ին։
Հարգելի այցողջուներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, նաև կարող վիճել օրվա ընթացքում եւ ձեր գործերը չեք կարողանա արդեն առաջ մղել, հա, ձեր գործերը կարելի ասել քիչ-քիչ հետ կգնան առաջ գնալու փոխարեն, դրա համար մի վիճեք։ Միգուցե վիճում եք, որպեսզի այն առաջ տանեք, բայց կարող է նաև հակառակ էֆեկտը ստանալ։ Երեկոյան հույսով եք, հույսով լցված եք, հույսն է դրել ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա եք, հա, հույսն է դրել եւ սիրելի հետ կապված որից է մի լավ բան կլսեք, կամ ձեր երկրորդ կեսին է դա վերաբերվում, կամ ձեր տան անդամներից ոչ մեկին ինչ որ մի լուսավոր մի բան կասեն ձեզ, որն իրենց մոտ կարող է նաև լինել դա, որը որ ձեզ բավականին շատ կուրախացնի, տրամադրությունը ձեր կբարձրացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 23-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ոչ մասնագետ հետ կարող հանդիպել, խոսել, հնարավոր է կարող պարկում եք, ոչ պրոցեդուրա են անում ձեզ վրա։ Նաև սիրված ձեզ կզգաք իրեն հանդիպելուց, միգուցե ձեր սիրելիին պետք է հանդիպեք, ժամադրություն ունեք եւ դրա համար եք գնում, նման ինչ-որ գործողություններ անեք։ Ոմանց սերկ խոստովանեն կամ դուք սերկ խոստովանեք։ Նաև ինչ-որ պահեր են այստեղ, որից որ կարող եք նեղվել։ Եթե առաջին անգամ եք ինչ-որ պրոցեդուրա անում, ապա մի փոքր ուշադիր եղեք։ Նաև կարող պարկել, հանգստանալ, նեղվեք, պարկեք ինչ-որ մի բանից։ Օրվա ընթացքում ուշադիր եղեք, կարող եք ինչ-որ մի հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել։ Եվ առաջ խաղացում ունեք, զարգացում, միգուցե ճանապարհի հետ եք կապված, միգուցե այնտեղ որտեղ գնում եք, այնտեղ ինչ-որ գործողություններ կանեք, որն էլ որ ձեր գործերը առաջ կտանի զարգացում կունենաք։ Մի խոսքով առաջ խաղացում ինչ-որ ճանապարհի հետ կապված կարող է ինչ-որ օտարերկիր եք ուզում գնաք եւ զգում եք, որ ինչ-որ գործերը արդեն ինչ-որ չափով ուզել են օրինակ ինչ-որ մի թուղթ, ուզել են ինչ-որ մի բանկային հաշիվ եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 23-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը ուշադիր եղաք առավոտյան, որ հնարավորություն կաղաք ձեր ձեռքից բաց թողնել ինչ-որ մի բան անելու, ստեղծելու, հստակ չեմ կարողանա ասել, բայց ինչ-որ մի հնարավորություն է, որ կաղաք նաև ձեր ձեռքից բաց թողնել։ Նաև օրվա ընթացքում ձեր գործերը, ձեր բիզնեսը առաջ խաղացում կունենա, աշխատանքում առաջ խաղացում կունենաք, օրվա ընթացքում մի փոքր տխուր եք, դեպրեսիվ վիճակ եք, աղա ինչ-որ բանի մասին եք մտածում կամ ինչ-որ մեկի մասին եք մտածում, դա է, ձեր դեպրեսիայի պատճառը։ Նաև օրվա ընթացքում սիրո խոստովանություն ձեզ կանեն կամ դուք կանեք, ինչ-որ մի բան կփոխվի ձեր անձնական կյանքում, նաև կամ ձեր հարազատների հետ լինել եւ դա համար ձեզ լավը զգալ։ Իսկ այստեղ կարիերան առաջ խաղացում ունի, եւ նաեւ հաջողություն ունեք, բայց այստեղ վիճում եք ձեր սիրելիի հետ կամ ձեր անդամների հետ։ Միգուցե ձեր կարիերայի հետ կապված է, որ շատ առաջ չի գնում, որովհետեւ ինքը ինչ-որ մի բան թույլ չի տալիս, կամ ծնողները չտարան ուսման, կամ սա, կամ նա, ինչ-որ մի բանի համար ոնց որ վեճ կա։ Կարող եք մեկը մյուսին նաև կոպտել, վիրավորել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։